բանի մաշտոցի փողոտայում սենց մանգալները շարածրն են ու խորոված են։ Հեղափոխության օրերին ուտող խմող Փաշինյանը այսպես խորոված էր ուտում քաղաքացիների հետ։ Հետո խորովածը դարձավ Աննայի համար։ Աննան Չինաստանից եկել է ու բրզա խորոված է։ Իսկ մեզ քաղաքացիներիս մնաց իր եւ թիմակիցների կերած խմածի հաշիվը փակելը։ Այս տարի միայն վարչապետի աշխատակազմը իրենց սրտի գործարարների օբյեկտներում մեր հաշվին կերել, խմել եւ հյուրասիրել է 24 միլիոն 554 հազար դրամի։ Հա մռութիկ ջան, ինչ ես ասում։ Բարև ձեզ։ Ինչ համով բան ես ուտում։ Մռութիկը չգիտենք, բայց ազգային ժողովում մեր հաշվին լիքը համով բաներ են կերել Երեմյանների օբյեկտներում։ Տապակած սաղմոն ռիզոտոյով, հորթի մաչա, նոր զելանդական գարանտիակ, խոզի մատ, ցլի պոչ, նապաստակի ռագու, թառապ, սաղմոնի սթեյք, անգուսի մատ, հնդկահավի խորոված, ծովախեց գետնով ու օծաձկով աղցան, թունայով թարթար, 8 հոտնուկ չորիզոյի կրեմով, ծխեցված սաղմոն, պրայմ անգուս ռիբայ, քյուֆտա, քյաբաբ, խաշլամա ու տժվժիկ։ Ընդհանուր մենյուն 73 էջ։ Սրա համար մենք հաշիվ ենք փակել 5 միլիոն դրամ։ Հավատացեք, վաղն էլ ասելու են մարդ ա ուտում բանի ընդմիջման ժամերին։ Եթե պետք է հավատաք, հավատացեք։ Մենք հավատում ենք փաստերին, իսկ Արմեպս համակարգում պետական գնումների պայմանագրերն ուսումնասիրելով տեսնում ենք, որ գրեթե բոլոր գերատեսչությունները պայմանագրեր են կնքել հայր եւ որդի Երեմյանների հետ։ Ու յուրային բիզնեսմենի գրպան բյուջեից մտցրել են 36 միլիոն 30 հազար դրամ։ Ворցերին ինչ է։ Ворց չենք ունենալ։ Մենք հայկական ծերներ Մենակ եկած։ Միայն վարչապետի աշխատակազմը Օհանյան բրենդից ու վինոյից ալկոհոլային խմիչքներ է գնել մոտ 2 միլիոն դրամի։ Կերուխումից հետ չի մնում Երևանի քաղաքապետարանը։ Ամանորյա միջոցառման շրջանակներում Դալիլա ՍՊ-ին միայն 2 միլիոն 668 հազար դրամ տվել են, որ Արաբկիրի թաղապետարանի կորպորատիվն անեն բարձրակարգ ռեստորաններից մեկում։ Ընդ որում մենյուում նշված է 30 շիշ գինի, 15 շիշ 10 տարվա հնեցմամբ կոնյակ, 60 շիշ օղի պիտի խմեն։ Լավ են անում, շատ լավ են անում։ Էս անողնաշարներին էլ քիչ է։ Իրենց վարչապետի ճիշտ պիսավորեն, իշտենում են, էլ սովորում են։ Մեծարգո պարոն փոխվարչապետ, շնորհակալ եմ վստահության համար, կաշխատեմ հանուն պետության եւ Վայոց-Ձորի մարզի։ Պետական գնումների պայմանագրերում տեսնում ենք, որ իշխանականներն էլ պակաս չեն աշխատում հանուն Արսենյանների ընկերության։ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանին Փաշինյանը նշանակեց Վայոց-Ձորի մարզպետ։ Այս տարի Ջերմուկ գրուպ ընկերությանը փոխանցել են 9 միլիոն 505 հազար դրամ։ Լավ եղեք, ստեսին։ ՔՊ-ի սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի բիզնեսները նույնպես ծաղկում են։ Գրեթե բոլոր պետական մարմինները իրենց մեքենաների ապահովագրությունն արել են Սիլ ինշուրանսում։ Ու միայն այս տարի նրան բյուջեից փոխանցել են ուշադրություն 398 միլիոն 979 հազար 630 դրամ։ Պետական մեքենան արել։ Պետական մեքենան ասել է, այս բիզնեսը գնացեք խլեք։ Պետական ռեսուրսներով։ Ու դա ոչ մեկի մերը չի բերե այդ պետական ռեսուրսը, ոչ մեկի հերը չի բերե։ Այդ դրա համար արժի ամեն ինչ անել դրանց հետ, դրանց ընտանիքների հետ, որտեվ ինչ էր անում ինքը։ Մի հատ ոչնչություն, գալիս էր պաշտոն էր ստանում, 0 մարդ։ Ոչ մի բան չէր ներկայացնում իրանից, բայց իհարկե պաշտոնը ամբողջ պետական համակարգը իրան ծառայում էր, ձեր անունը ո՞նց է։ Ռիփսիմեի ամբողջ ունեցվածքը գալիս էին խլում էին, դուք էլ տան մի անկյունում նստած եք, այդտեղից էլ հանում շպրտում էին դուրս, նորմալ էր դա։ Նորմալ չի նաև այն, որ ՊՆ-ն 5 միլիոն 508 հազար դրամի պայմանագիր է կնքել Նոյավան ընկերության հետ, որը Գրիգոր Մանուկյանինն է։ Նա Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի քեռին է։ Կոկորդիլոսը իր կազմվածքով, իր ամբողջ օրգանիզմով, իր օրգան համակարգերով մոտ է թրջունների։ Ինչ իրավունք ունի մարդ պետք լինել մի մարդ, որ կոկորդիլոսը թրջունից չի տարբերում։ Լիարժեք կիսում եմ ձեր մտահոգությունները։ Այս տարի դեռ լավ ենք պրծել, նախորդ տարիներին կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը ինքն էր քեռու հետ պայմանագրեր կնքել $1 միլիոն։ Լսեք, վերջի կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնում եք, այսինքն իր ներքին կառուցվածքը ինչ որ ժամանակ նրանք թրջել են նույնիսկ։
Թրջել է Վայք համայնքի ԿՊԱ-ական ղեկավար Մխիթար Մաթևոսյանի հիմնադրած ընկերության եկամուտը։ Նրա Մավշին ընկերության հետ պետական մարմինները 2 միլիարդ 204 միլիոն 973 հազար դրամի պայմանագրեր են կնքել։ Ուզում եմ շնորհավորել բոլոր Վայք համայնքի բնակիչներին։ Շնորհավորում ենք Ալեն Սիմոնյանի ընկեր Վահան Նարիբեկյանին։ Նրան ազատեցին ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, բայց տասնյակ պայմանագրեր շարունակում են կնքել հենց նրա Արգավանդ կահույք ընկերության հետ։ Այս տարի պետական մարմինները նրա հետ կնքել են 74 միլիոն դրամի պայմանագիր։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Բագրատ Բադալյանին նույնպես շարունակում են բյուջեից միլիոններ վճարել։ Այս տարի նրա ճաննախագիծ ինստիտուտին փոխանցել են 320 միլիոն դրամ։ Միայն այս տարվա ընթացքում Բագրատ Բադալյանի ընկերությունը մոտ 834 000 $-ի պետական պատվեր է ստացել, հիմնականում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, որտեղ նախկինում փոխնախարար է եղել։ Արդյոք դուք կոռուպցիայի ռիսկ տեսնում եք այստեղ։ Ես ընդհանրապես կոռուպցիայի ռիսկ ամենտեղ եւ ամենուր տեսնում եմ, դա ընդհանրապես իմ բանն է, իմ թույլ տեղն է, երբ որ ես ամենուր տեսնում եմ կոռուպցիայի ռիսկեր։ Մեր քաղաքացիներից թույլ տեղն այն է, երբ հայտնաբերում ենք, որ գաղտնի որոշումներով հեղափոխականները բյուջեից միլիոններ են փոխանցել Վարդան Ազատյանի կազմակերպությանը։ Նա պատահական մարդ չէ, Փաշինյանի հեղափոխության մասին գիրք է գրել։ Ես ով եմ։ Ես ընդամենը Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի եմ։ Հպարտ քաղաքացի եմ։ Մի րոպե։ Հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիների հաշվին վարչապետի աշխատակազմը 621 միլիոն դրամ է տվել կառավարական ամառանոցների, այդ թվում իր առանձնատան քոթեջի հողատարածքի սպասարկման համար։ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ։ Հայաստանի Հանրապետությունում չկան արտոնյալներ։ Փաշինյանը գիտի, որ Սասուն Միքայելյանի տղան, Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը 156 միլիոն դրամի պայմանագիր է կնքել եղբոր Լարգո Վիճ ընկերության հետ։ Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանը պայմանագրեր էր կնքում Սկեսրոջ հետ։ Թալինի համայնքապետ Տավրո Սափեյանը պայմանագրեր էր կնքում ընտանեկան Սափեյան եղբայրներ ընկերության հետ։ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը եղբոր Սասուն Ղուլունց Աձեի հետ։ Հպարտանում եմ բոլորովան։ Հայաստանում արտոնյալներ կան։ Սիրում եմ բոլորին։ Եվ ուրեմն, կեցե ազատությունը։ Ռիփսիմե Ջեբեջյան, Վազգեն Հովանիսյան, Տրիբյուն AM։ Կեցե մեր երեխաները եւ մենք, որ արդեն իսկ ապրում ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում։